Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր մենք նոր հաղորդում ենք սկսում Corner Cast եւ վարելու ենք այդ հաղորդումը միասին Կարեն Կարապետյանի հետ։ Բարև Ազա, հարգելի հետևորդներ, Մեդիահաբի, մենք ձեզ կներկայացնենք բոլոր կարևոր իրադարձությունները, սակայն շատ մատչելի լեզվով, չենք հետևի Արիստոտելյան խորհրդին, ով ասում էր, եթե ուզում ես հանրության վրա տպավորություն թողնել, խոսիր նրան անհասկանալի բառապաշարով։ Այսինքն պարզ հասկանալի ձևով պատմելու ենք այն ամենի մասին, ինչ մեր շուրջն է կատարվում եւ փորձելու ենք այդ ամենին նել սովորական Հայաստանի քաղաքացիների, շարքային քաղաքացիների աչքերով։ Սկսենք թերևս։ Եկեղեցու սկսենք, Կարեն, եթե դեմ չես։ Իհարկե դեմ չեմ, որովհետև այս բան ամենակարևոր թեմաներից մեկը եկեղեցին է, որի շուրջ այսպես ամբողջական հարձակում է իրականացվում, սկզբից ներկայացվում էր ինչ-որ կուսակրոնության ուխտի խախտում, սակայն ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից, որ այդ կուսակրոնության ուխտի խախտումը որևէ նշանակություն չունի, որովհետև մարդը բաց խոստովանեց, որ եկեղեցին պահանջում է վեհափառի առաջնորդությամբ պահանջում է իր հրաժարականը, այսինքն դա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է եւ նպատակը հենց քաղաքական է Նիկոլ Փաշինյանի ուղղված ընտրությունները։ Բայց անցած շաբաթ երկու կարևորագույն իրադարձություն է արձանագրվել այս եկեղեցու դեմ պատերազմում։ Առաջինը arczepiskopos Հովնանի հետ կատարվածը, այսինքն նա վերադարձել է վեհափառին, ինչը շատ կարևոր է, որտեղ ակնհայտ է, որ սովորական համայնք չէր ներկայացնում Հովնան arczepiskopos-ը, նա ներկայացնում էր ամենակարող համայնքներից մեկը հայկական եւ նրա դարձը վեհափառին շատ բանի մասին են խոսում, այսինքն ակնհայտ է տեղի ունեցել եւ ճնշում եւ ակնհայտ է վերաբերմունքը ոչ միայն հայաստանցիների այդ եկեղեցու դեմ պատերազմի, այլ նաեւ ընդհանրապես Սփյուռքում ապրող հայերի։ Դե այդ ակնհայտ է, որ Հովնան Սրբազանի վերադարձը դեպի մայրաթոր, դեպի վեհափառ տեղի ունեցավ Սփյուռքի ճնշման արդյունքում։ Ի սկզբանե 10 տիրադավեր էին, հիմա մեկը Հովնանը վերադարձավ, մնացին 8-ը։ Չէ, այստեղ մաթեմատիկական սխալ իրականում չկա, որովհետև Գևորգ Սրբազանը, որը այսօր արդեն Արման ազգանունը մոռացա Սարոյան կարծեմ, Արման Սարոյանը նա պարզապես կարգալույծ արվեց, հետևաբար 10 տիրադավներից մեկը վերադարձավ, մեկը կարգալույծ արվեց, մնացին 8-ը։ Այստեղ շատ կարևոր է մեր Սփյուռքի դերակատարումը, որի ճնշման արդյունքում Հովնան arczepiskopos-ը վերադարձավ։ Կարծում եմ միայն Սփյուռք չէ, Կարեն, արի համաձայնի ինձ հետ, որ հայաստանցիների վերաբերմունքն էլ այդ պատերազմին շատ միանշանակ էր եւ մեծամասնությունը բնակչության հստակ ասում էր, որ իրենց այդ պատերազմը դուր չի գալիս։ Ես անցած շաբաթ ներկա էի մի հուղարկավորությանը Երևանում եւ ինձ այսպեսի մի դեպք պատմեցին, ինձ հարազատ ընտանիքի տատիկ էր մահացել եւ երբ իրենք պետք է արդեն վաղը լիներ հուղարկավորությունը, մտածեցին, բայց մենք ճշտենք այդ հոգեվորականը, որ կարգալույծ է արված, թե չէ։ Այո, զանգեցին, իրենք դիմել էին ծառայության, ովքեր զբաղվում էր եւ հուղարկավորությամբ, եւ այդ բոլոր ծառայություններն անում էր մի ընկերություն եւ իրենք զանգել էին այդ ընկերության մանեջերին գլխավոր, բարձելու համար, թե որ հոգեվորական է եւ արդյոք այդ հոգեվորականը տիրադավ չէ։ Այդ մանեջերը ասաց դուք ինձ ծառայեք հարդում, իհարկե ոչ, գիտեք մենակ դուք եք հարցնում, բոլորն են հարցնում եւ նույնիսկ կատակեց, որ ասեց սքո ծառայություն ենք մատուցում, բայց երևի մեր գովազդի մեջ գրեք, որ մենք տիրադավ չունենք։ Իդեպ այդ մարդկանց մտահոգությունը, որ արդյոք այն մարդը, այն հոգեվորականը, որը պետք է հոգեհանգստի հուղարկավորության կարգ իրականացնի, արդյոք կարգալույծ եղած է թե ոչ, միանգամայն հասկանալի է եւ իդեպ երբ որ դատարանը ուղիղ խառնվում է եկեղեցու գործերին արդեն թեկուզ վերցնենք Մասացյոտնի թեմի նախկին առաջնորդի գործով երբ այդքան քրեական գործեր հարուցվեցին ընդհանուր պարտադրում է դատարանը որպեսի վերականգնեն ապա կարծում եմ դատարանը երկստանդարտ մոտեցում չպետք է ցուցաբերի եւ
կարգալույծ եղած քահանաներին պետք է քրեական գործ հարուցի, երբ որ նրանք որևէ կարգ են իրականացնում, լինի հուղարկավորություն թե հարցանեկան։ Իդեպ մի բան հիշեցնեմ, մոտ 2-3 տարի առաջ Այնթափ համայնքում մի հատ fake տերտեր էր հայտնվել, որը իրականում հոգևորական չէր, պարզապես ճարել էր հոգևորականի հագուստ, չգիտեմ անունը ոնց է կոչվում, սքեմ չէ, կարծեմ, ճարել էր հոգևորականի հագուստ եւ թաղման ծես էր իրականացնում, հուղարկավորության եւ հոգեհանգստի ծես էր իրականացնում, գումար էր աշխատում։ Հիմա կարգալույծ, իհարկե ոստիկանությունը քրեական գործ հարուցեց, հիմա կարգալույծ եղած ոստիկանները, ներողությունը, հոգեվորականները այդ նույն fake տերտերի կարգավիճակում են։ Ես խոսեցի երկու հաղթանակի մասին, հիմա առաջինը նշեցի, դա Հովնան Սրբազանի մասին էր խոսքը, եւ երկրորդ հաղթանակը ավելի կարեւոր հաղթանակ ըստիս Սևանում այդ Նիկոլ Փաշինյանի այցն էր Սևան եւ այդ եկեղեցում Կիրակի օրը չզեղչվեց վեհափարի անունը Նիկոլ Փաշինյանի մասնակցության այդ պատարագի ժամանակ եւ ամենակարևորը Փաշինյանը ըստ լրատվամիջոցների հանգիստ լսեց այդ պատարագին մասնակցեց եւ դուրս եկավ գնաց այսինքն ընդունեց որ իր ներկայությամբ արդեն վեհապարի անունը այո, միանշանակ ընդունեց եւ դա, եւ նաեւ հասկացավ մի այլ կարեւոր բան, մինչեւ ԱԱԾ-ի ճնշումը չլինի, մինչեւ իրավապահ մարմինների այդ կոմպրոմատային փաթեթները գործի չդրվեն, մինչեւ չգիտեմ մարդկանց չհետապնդեն, միայն իր ներկայությունը բավարար չէ, որպեսզի վեհապարի անունը զեղչեն։ Եվ նա համոզվեց դրանում, որ ինքը իրականում չունի պարզապես այն որ ժողովրդի աջակցությունը չունի, դա ակնհայտ է, չունի նաև հոգևորականության աջակցությունը։ Եվ նաև իրենց լրատվամիջոցները չտարածեցին ոչ լուսանկարներ, ոչ տեսագրություններ, ամենայն դեպս ես նման տեսանյութեր այցը անակնկալել լիներ նույն լրատվամիջոցների համար։ Միշտ այցը, երբ որ անավերջերս անակնկալ է լինում, բայց անպայման մենք տեսնում ենք, որ նա գնացել է, մասնակցել է, կան տեսանյութեր դրա մասին, չգիտեմ, լուսանկարներ, այս անգամ լուր, կարծես թե ոչ մի պատարագ չի եղել, Փաշինյանը այդ պատարագին չի մասնակցել, սա խոսում է այն մասին, որ մենք արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը, այն Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականին հաղթեց Սերժ Սարգսյանին եւ դարձավ ազգի հերոս, այդ նույն Փաշինյանը այսօր պարտվել է մեր կաթողիկոսին։ Եվ սա կարևոր արձանագրություն է։ Ընդհանրապես ազատ փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյան, գիտեք, պատմության մեջ քիչ է լինում, իհարկե Նիկոլ Փաշինյանը բացառիկ չէ, լինում է, բայց ոչ այնքան շատ, որ մարդը այսպես համընդհանուր ոգևորությամբ գա իշխանության, այնուհետև կարճ ժամանակահատվածում այսպես ամբողջովին տապալվի եւ ամբողջովին տապալի բոլոր ոլորտները։ Այսօր եթե մենք խոսում ենք կոնկրետ անձերի մասին, մենք կարող ենք հստակ ասել, որ Փաշինյանը պարտվել է Ալիևին։ Հիմա նաեւ կարող ենք հստակ ասում ենք Փաշինյանը պարտվել է կաթողիկոսին, որտեղ եթե նույնիսկ ինքը գնա ձերբակալելու ճանապարհով, այսինքն ձերբակալեն կաթողիկոսին, այդ շիցու քրեական գործի շրջանակներում նա էլ ավելի կպարտվի։ Այսինքն կաթողիկոսը կհայտնվի այնտեղ որտեղ որ կհայտնվի, օրինակ ԱԱԾ-ին նկուղում եւ ԱԱԾ-ին նկուղը կվերածվի վեհարան։ Այո։ Միանշանակ եկեղեցու դեմ այս պատերազմը Նիկոլ Փաշինյանը պարտվել է։ Այո, Նիկոլ Փաշինյանը պարտվել է, Նիկոլ Փաշինյանը փորձեց գնալ բոլշևիկների, վաղ բոլշևիկների ճանապարհով, փառք Աստծո, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը չարժանացավ Խորեն Ամուրատբեկյանի ճակատագրին, որին ըստ լուրերի թունավորեցին ԱԱԾ պատվալում, բայց որպեսի ասենք սա չդիտարկվի, որպես ինչ որ, չէ՞, մեր ասենք իրավապահ մարմինները կարող են ամեն բառից ինչ որ եսի մեծ պատմություն ստեղծել, ուղղակի փաստում ենք մեծ, սա պատմական փաստ է, որ Խորեն Ամուրատբեկյանին թունավորեցին ԱԱԾ պատվալում։ Մենք անցնենք մեր երկրորդ թեմային, որ առանձնացրել ենք քեզ հետ եւ մտածում ենք, որ երևի թե արժե խոսել նաև ընտրությունների մասին այն առումով, որ այն կոնտեքստում, որ իշխանությունները սկսել են հայտարարություններ տարածել, թե իբր ընդդիմությունը պատրաստում է Գյումրի երկով այդ նույն ձևաչափով ընտրություններին կիրառել եւ թույլ չեն տալու, որ Գյումրի երկուսը տեղի ունենա։ Այսինքն ինչ եմ կարող պատկերացնել։ Ինչա ըստ էության տեղի ունեցել Գյումրիում։
Գյումրիում մասնակցել են ընդդիմադիր մի քանի ուժեր, մասնակցել են եւ ընտրությունը, իշխանությունը։ Անհրաժեշտ շեմը հաղթահարած ուժերը այնուհետև քաղաքապետարանում եկել են չասեմ կոալիցիա, որովհետև իրականում տենց կոալիցիա տեղի չի ունեցել խոշորաշով, այլ փող համագործակցության, փող համաձայնության, որը ամբողջովին օրենքի տիրույթում է, ամբողջովին օրենքի տիրույթում համաձայնության են եկել կոնկրետ մեկ անձի շուրջ, որ նա պետք է լինի Գյումրու քաղաքապետը։ Հիմա ո՞րն է այդտեղ օրենքի խախտումը, հակառակը Գյումրիում ամբողջովին ժողովրդավարական գործընթաց է տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է մտածել թե ինչու են իրենք, ինչ մտավախություն ունեն իրենք, հավանաբար վերջին զարգացումները Հայաստանում ընդդիմադիր դաշտում իրենց առիթ են տվել մտածելու, թե պառակտված ընդդիմությունը, որի մասին շատ էր խոսվում, ընդդիմության պառակտված լինելու մասին շատ էր խոսում եւ իշխանություններն են բարբերաբար սա ասում, որ պառակտված է իրենք, որ իրենք կարծում են, թե իրենք չեն կարողանա, ընդդիմությունը չի կարողանա ինչ որ բարի շուրջ պայմանավորվել եւ իրադարձությունները զարգանում են այնպես, որ իրենք հասկանում են, որ միավորվում են մարդիկ քաղաքական գործիչներ, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել, որ այդ մարդիկ կմիավորվեն եւ արդեն այսօր խոսում են, որ իհարկե ընտրություններից հետո մենք միավորվելու ենք Փաշինյանի դեմ, այսինքն այն քաղաքական գործիչները, որ մինչ այդ թվում էր թե երբեք իրար հետ լեզու չեն գտնի, արդեն այսօր հայտարարում են, որ գտնելու ենք լեզու, որ մեր հիմնական նպատակը լինելու է Փաշինյանին հեռացնելը։ Եվ սա վախեցնում է իշխանություններին, որտեղ իրենք կարծում են, թե իսկապես ընդդիմությունն այնքան պառակտված է, որ կրկնել Գյումրի երկուսը հնարավոր չի լինի։ Նույնիսկ ախր այս իշխանությունները կամ իրոք քաղաքականապես տգետ են, որը գալիս է իրենց ամփոփությունից, քանի որ այս իշխանության մեջ շատ սակավաթիվ մարդիկ կան, որոնք ունեն իրոք քաղաքական կենսագրություն կամ մանիպուլացնում են։ Նույնիսկ քաղաքական այբուբեն է դա։ Նույնիսկ պառակտված, եթե մի պահ գանք այն կանխավարկածից, որ ընդդիմությունը պառակտված է։ Սակայն նույնիսկ պառակտված ընդդիմությունը կարող է կոմպրոմիսի գալ կոնկրետ մեկ հարցի շուրջ։ Դա նորմալ քաղաքական գործընթաց է։ Ընդդիմությունը հայտարարության է գալիս մի հարցի շուրջ, այն է Նիկոլ Փաշինյանի հեռացման, երբ որ այդ հարցը լուծվում է եւ Նիկոլ Փաշինյանը հեռանում է, նորից կարող է ընդդիմությունը գաղափարապես նորից տարանջատվել եւ նորից քաղաքական պայքար մղել արդեն իշխանության ամբողջական վերցնելու կամ համագործակցելու, ես ուզում եմ ասեմ, դրանք սցենարներ են քաղաքական, որոնք ամբողջովին հենց քաղաքական տրամաբանության մեջ են մտնում։ Իսկ ինչ ես կարծում, ընդդիմությունը արդեն ընդդիմության հիմնական, դերակատարները, հիմնական քաղաքական գործիչներն, ովքեր ունեն բավականաչափ վարկանիշ, իրենք արդեն հասկացել են, որ այս ընտրությունները պետք չէ դիտարկել որպես դասական ընտրություններ, դրանք ֆորս մաժորային են եւ ըստ այդմ պահանջում են ֆորս մաժորային մոտեցումներ, օրինակ նաև Հայաստանի քաղաքացիներին է պետք բացատրել, որ այս ընտրություններն իսկապես այնքանով են ֆորս մաժորային, որ այս նոր իշխանությունը, որը գալու է, կոալիցիոն իշխանությունը, որը գալու է, գալիս է առաջին հերթին Հայաստանը մաքրելու Փաշինյանից եւ Փաշինյանի թողած հետքերից, գորե այն հետքերից, նիկոլիզմից։ Այո, նիկոլիզմից մաքրելու համար, երբ որ Հայաստանը կմաքրեն նիկոլիզմից, հնարավոր կլինի արդեն խոսել գաղափարների մասին, արդեն խոսել այլ կոալիցիաների մասին եւ նոր ընտրությունների մասին։ Իդեպ այն, որ այս ընտրությունները իրականում դասական ընտրություններ չեն, պարզապես որ հերթական ընտրություն է, դե հիմա ով կհաղթի, նա էլ կհաղթի, որ ճակատագրական է եւ բախտորոշիչ, այդ մասին խոսում են նաև իշխանությունները, չեն թաքցնում, սակայն իհարկե նրանք խոսում են այլ ռակուրսով, նրանք ներկայացնում են այնպես, որ իրենք խաղաղության աղավնիներն են եւ բոլորը բացի իրենցից պատերազմի հրձիկներ։ Իրականում դա մանիպուլյացիա է, որովհետեւ հասարակությունը պետք է շատ լավ հասկանա, որ իրականում պատերազմ բերողը հենց այս իշխանություններն են։ Այո, մի քիչ բացեք այս թեման այն առումով, որ չկա Փաշինյան կա պատերազմ, սա լուրջ մանիպուլյացիա է, որը որ ազդում է շարքային հայաստանցիների վրա եւ իմ կարծիքով, եթե ես լինեի քաղաքական գործիչ, ես անպայման աշխարհաքաղաքական այդ ամբողջ օրակարգը կհանեի այս նախընտրական արշավից, որովհետեւ չկա աշխարհաքաղաքական հարց, այն ինչ ասում են, ինչ է ասում իշխանությունը, այսօր որ գալիս են Ռուսաստանամետ ուժերը, միանշանակ սուտ է ասում, որտեվ ընդդիմությունը Ռուսաստանամետ չէ,
մեծ մասը ընդդիմության Ռուսաստանա մեջ չի եւ ընդհանրապես աշխարհակաղակական հարցեր այս ընտրություններում դիտարկել պետք չէ, որովհետեւ այնինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, դա ոչ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի պատճառով է։ Դրանք լուրջ տիտանական մեծ զարգացումներ են, որոնք այսպես թե այնպես կլինեին եւ եթե Հայաստանում լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մեկ ավելի խելացի ղեկավար, դրանք ավելի քիչ վնաս կպատճառեն Հայաստանին եւ Հայաստանը լուրջ դերակատարություն կունենար այդ զարգացումներին։ Այդ առումով միանշանակ Ազատյան համաձայն եմ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ցավոք գործոն չէ, քաղաքական ասպարեզում նա ամենևին գործոն չէ եւ առհասարակ դա ուղղակիորեն ազդել է նաև Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետությունը վերածվել է օբյեկտի, պարզապես օբյեկտի, նույնիսկ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Հայաստանի ներսում, նույնիսկ խոսքս ներքաղաքական գործընթացների մասին չի, նույնիսկ դրանց վրա Նիկոլ Փաշինյանը որևէ ազդեցություն չունի։ Նիկոլ Փաշինյանը մի քիչ sense չափազանցված ասենք այդ գործընթացների մասին իմանում է ճիշտ այնպես ինչպես իմանում են հեռուստադիտողները լուրերը նայելով դու շատ ճիշտ դիտարկում արեցիր որովհետև սովորաբար անձերն են որոշում պատմությունը անձերն են բեկում պատմության ընթացքում կերտում պատմությունը Նիկոլ Փաշինյանի փոխարեն լինի իրոք քաղաքական մտածելակերպով օժտված որևէ պետական գործիչ նա կարող է բեկել պատմության ընթացքը, սակայն ոչ թե բեկել դեպի պատերազմ, այլ բեկել դեպի իրական խաղաղություն, որը երաշխավորված կլինի անվտանգային մեխանիզմներով։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ես համոզված եմ, որ պատերազմ սկսել է Հայաստանի դեմ, դա այնքան էլ հեշտ գործ չէ, ասենք Ալիևի համար սկսել պատերազմ Հայաստանի դեմ հեշտ չէ եւ իշխանությունները, որ այսպես վախեցնում են պատերազմով, իրենք պարզապես վախ են սերմանում բնակչության շրջանում, ասում են պատերազմ կլինի, եթե մենք գնանք։ Պատերազմ չի լինի, որովհետեւ պատերազմը հեշտ գործ չէ եւ եթե Հայաստանում չկա Նիկոլ Փաշինյան, այդ պատերազմի արդյունքները Ալիևի համար անկանխատեսելի են դառնում։ Նա շատ լավ դա հասկանում է, որ պատերազմել Հայաստանի դեմ, որի գլխավոր հրամանատարը Փաշինյանն է, եւ պատերազմել Հայաստանի դեմ, որի գլխավոր հրամանատարը Փաշինյանը չէ, դրանք երկու բոլորովին տարբեր բաներ են։ Բայց մի բանում Նիկոլ Փաշինյանը ինձ թվում է ճիշտ է։ Իր իշխանավորման, իշխանության մնալու պարագայում ինձ թվում է անիմաստ է պատերազմ սկսելը։ Արի մի պահ պատկերացնենք ես Ալիևն եմ։ Չեմ ուզում օրինակը քո վրա վերցնեմ, որ չվիրավորվես, իմ վրա եմ բերում օրինակը, ես Ալիևն եմ։ Ես ինչի պետքա պատերազմեմ մի պետության հետ, դեմ, որի ղեկավարը կատարում է իմ ցանկացած պահանջ, ցանկացած անվերապահորեն Կարեն դա է սխալ մոտեցում, որովհետև ես այլ բան եմ ասում, ես ասում եմ, որ Ալիևի համար պատերազմ սկսել Հայաստանի դեմ, անկախ դրանից ով է Փաշինյանը, թե Փաշինյանը չէ, այնքան էլ հեշտ չէ, ընդհակառակը, եթե Փաշինյանը չէ, դեռ հարց է, ինչ ավարտ կունենա այդ պատերազմը։ Համաձայն եմ։ Դե պետք չի վախացնել մարդկանցով, որ չկա Փաշինյան, կա պատերազմ։ Դա միանշանակ սուտ է եւ ընդդիմությունն էլ գուցե գնային ճանապարհով, որ բացառի այդ աշխարհակաղակական հարցերը իր նախընտրական էլ արշավից։ Իդեպ քո ասացի վրա հավելեմ, որ 44 օրյա պատերազմը Ալիևը սկսեց հենց ունենալով աշխարհի միջազգային հանրության կողմից քարտ բլանշ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց բանակցային ամբողջ գործընթացը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ է սկսվում է զրոյական կետից։ Ես այստեղ քո հետ համաձայն չեմ, որտեղ Ալիևը 44 օրյա պատերազմը սկսեց, որովհետև հասկացավ, թե ում հետ գործ ունի։ Այո, բայց աշխարհը նաև լուր տվեց իր համաձայնությունը Ալիևին այդ պատերազմը սկսելու։ Աշխարհը այդքան էլ համաձայն չէր, պարզապես աշխարհը արդեն զբաղված էր այլ, չէ։ Հնչել են հայտարարությունների մակարդակով, հնչել են պարզապես սա արդեն մենք գնում ենք ուրիշ դաշտ, որ աշխարհը չունի մեխանիզմներ
պարտադրող մեխանիզմներ, աշխարհը կարող է հայտարարություններ է միայն անում։ Հայտարարությունից այն կողմ ոչինչ տեղի չի ունենում։ Որքան հիշում եմ այդ հայտարարությունները հիմնականում կոչ էին անում չռմբակոծել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները, քաղաքացիական։ Ես հիշում եմ այդ պատերազմը, որտեղ ակտիվ լուսաբանում էի, երբ Մոսկվայում ազատության Մոսկվայի թղթակիցն է, ես շատ լավ եմ հիշում այդ օրերը եւ հիշում եմ, որ հայտարարություններ հնչել են, թե արևմուտքից են հնչել, թե Ռուսաստանից են հնչել հայտարարություններից, այլ բան է, որ հայտարարություններից այն կողմ չի անցել։ Ոչինչ տեղի չունեցավ, որովհետեւ որպեսի տեղի ունենար, պետք էր ճիշտ դիվանագիտություն վարել նաեւ Հայաստանը, ամենևին էլ չեմ արդարացնում Ռուսաստանի պահվածքն այն ժամանակ, որովհետեւ բոլորի սպասելիքը Ռուսաստանից այդ պատերազմի օրերին այլ էր եւ Ռուսաստանն իրեն մի քիչ այլ ձևով պահեց, իր շահերից ելնելով պահեց, բայց դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ մեր անդիմադիր գործիչները, երբ որ ընկնում են այս թեմայի հետևից, աշխարհակաղակական, թե ռուսամետ, իրանամետ, չգիտեմ, թրիփի մասին, երբ որ խոսում են, ասում են լավն է, վատն է կամ չգիտեմ, իրականում պետք է մի բան ասել, որ այդ զարգացումները այսօր տարածաշրջանում տեղի են ունենում անկախ Փաշինյանի կամքից, անկախ Փաշինյանի ցանկությունից կամ ոչ ցանկությունից։ Խնդիրը նրանում է, որ եթե լիներ ուրիշ քաղաքական ղեկավար Հայաստանում, դրանք ուրիշ ձևով կզարգանային մեր ներգրավվածությունը այսօրվա այս զարգացումներին, այլը կլիներ, թե չէ մենք հիմա պարզապես Հյուրի տեսքով ենք այն բանակցությունները։ Մեր երկրի ներսում դիտորդ ենք, մենք ուղղակի նայում ենք գործընթացներին։ Այնքան դիտորդ ենք, որ մարդը պատմական բան է ստորագրում Հայաստանի ղեկավարի հետ, բայց մի քանի շաբաթ անց Հայաստանի ղեկավարը հանդիպում է Թրամփին մի այլ միջազգային հավաքի ժամանակ եւ ներկայանում է ես Հայաստանի վարչապետն եմ, անուն ազգանունելը, դա այնքան ծիծաղելի էր, որ արդեն այդ ամբողջ պատկերը գալիս է ու դու հասկանում ես, որ Հայաստանը այս Փաշինյանը համենայն դեպս այս ամեն ինչի հետ կապ չունի, մինչդեռ Հայաստանի դիրքը, Հայաստանի չգիտեմ, աշխարհագրությունը քարտեզը նայեք, Հայաստանը այսպես թե այնպես շատ կարևոր տեղ է զբաղեցնում, որտեղ ոչ արևմուտքի, արևմուտք ասելով չեմ սիրում հիմա այդ բառը։ Հայաստանը նաև շատ կարևոր տեղ է գրավում Մեծ Թուրանի գաղափարախոսության իրականացման մի կողմից Մեծ Թուրանը, այո, կոնտեքստով ու այդ մասին իդեպ բարձրաձայնում են արդեն բոլորը, համարյա բոլոր շահագրգիռ կողմերը, տարածաշրջանային ու միջազգային մեծ խաղացողները ուղիղ թե անուղղակի կերպով այդ մասին ակնարկում է, այդ մասին նաև խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, երբ որ նա բառացիորեն, ես մեջ եմ բերում նրա բառացի հայտարարությունը, երբ որ նա ասաց մենք չպետք է խանգարենք Թուրքիային, որպեսզի նա խոսքը Մեծ Թուրանի մասն էր, որպեսզի նա զարգանա այս ուղղությամբ։ Մենք ուզում ենք զարգանանք դեպի Եվրոպա, Թուրքիային էլ չպետք է խոչընդոտենք, որպեսզի նա զարգանա այս ուղղությամբ, այսինքն նա ուղղակիորեն ողջունեց Մեծ Թուրանի գաղափարախոսության այդ զարգացման, կերտման գործընթացը, առանց հաշվի առնելով, որ հիմնական խոչընդոտը քարը այդ ճանապարհի վրա մենք ենք եւ այդ Էրդողանի գիրքը կրծքին սեղմելը, երջանիկ հայացքով Ալիևին նայելը եւ այլն, դա ամենևին չի փրկում այդ քարը նրանց կողմից վերացնելու ծրագրերին։ Այդպես տեղ ունեցավ 15 թվականին իդեպ ցեղասպանության նախորդին, երբ որ շատերին տարան գնդակահարելու, կախելու թուրքերի հետ սեղան նստելուց հետո, երբ որ կարծում էին երիկ թուրքերի հետ լավ հարաբերություններ հաստատելով հնարավոր կլինի փրկել Հայաստանը։ Ես մի բան եմ ուզում նաև հիշեցնել, Կարեն, դու հիշում ես, որ մինչև Փաշինյանի իշխանության գալը Արցախի հարցը կամ աշխարհակաղակական հարցերը, Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք շատ հազվադեպ են դառնում նախընտրական քարոզ արշավի մի մաս։ Այսինքն դա լրացիալ բան էր, որ սրա մասին չենք խոսում, այս հարցում մենք բոլորս միաձայն ենք, նույն կարծիք ունենք։ Իսկ հիմա ինչ է անում Փաշինյանը, հա? Փաշինյանը արդեն այսօր այնքան շատ է հայտարարում եւ ինքը եւ ԿՊ-ի այլ ներկայացուցիչներ տարբեր մակարդակներով, հա, իշխանությունների, որ
Անդիմությունը պրոռուսական անդիմություն է եւ սա պատերազմ է, ինչ որ նոր անուններ են հնարում հիբրիդային այո հարձակում է Հայաստանի վրա եւ պետք է ամեն ինչ անել, որ անդիմությունը չհաղթի, որտեղ եթե անդիմությունը հաղթեց Հայաստանում, ուրեմն հաղթել է Ռուսաստանը։ Սա հսկայական մեծ վտանգավոր հարված է Հայաստանին, երբ որ Հայաստանի իշխանությունները նման հայտարարություններ են անում, որտեղ եթե նա վաղը պարտվի այդ ընտրություններին, իսկ նա պարտվելու է այդ ընտրություններին, նա փաստորեն այդ ամբողջ ռետորաբանությունը դնում է Ալիևի եւ Էրդողանի բերան, ասում է, դե հիմա խոսենք դրա մասին։ Հենց նույն համատեքստում, որպես քո ասացի շարունակություն, մեր հանրության ուշադրությունը հրավիրենք մի շատ կարևոր հանգամանքի վրա, որը առ այս պահը դեռևս նորանկախ Հայաստանի պատմության մեջ տեղի չէր ունեցել։ Առաջինը, Հայաստանի ոչ մի իշխանություն չէր խնդրանքով դիմել օտար քաղաքական միավորի, որպեսզի նրանք օգնեն իրենց ներքաղաքական գործընթացներում, այսինքն ընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դիմեց Եվրոմիությանը, որպեսզի նրանք օգնեն պայքարելով Մոլդովայի օրինակով հաջորդը տեղի չէր ունեցել երբևէ դեպք, որպեսզի օտար երկրյա պետության բարձրաստիճան պաշտոնյաները ուղղակիորեն միջամտեին Հայաստանի ներքաղաքական կյանքին, ուղղակիորեն սատարելով ոչ թե գործող ղեկավարին։ Դա նորմալ է, երբ որ սատարում են գործող ղեկավարի քաղաքական կուրսը, այլ որպես նրա տեխնացու, մեկը Ֆիդանին, մեկը ԱՄՆ փոխնախագահային, երկուսն էլ սատարեցին ոչ թե Նիկոլ Փաշինյան վարչապետին, այլ Նիկոլ Փաշինյան վարչապետի տեխնացուին։ Բայց Ֆիդանը ասեց, Ֆիդանը այո, բայց Վենսի դեպքում ես այլ կարծիք ունեմ, Վենսը շատ աղոտ պատկերացում ունի ինչ է Հայաստանը, ինչ է Ադրբեջանը, այո, այցելել է, ինչ որ հայտարարություններ արել է, բայց եթե վաղը լինի Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշը, Վենսը այլ հայտարարություն կանի, մենք պետք է այս առումով չկարևորենք, որովհետև դա իսկապես այդպես է, չկարևորենք Փաշինյանին Արևմուտքի համար, ինքը իսկապես Արևմուտքի համար կարևոր չի, ինքը կարևոր է մենակ մի բանի համար, որ վերջապես գտնվեց մեկը Հայաստանի, որպես Հայաստանի ղեկավար, որ ամեն ինչի համաձայն է, սա է միակ պատճառը, ինչու ենք մենք ենթադրում, որ Արևմուտքը աջակցում է Փաշինյանին։ Երբևէ որևէ իմ խորին համոզմամբ, երբևէ որևէ ադրբեջանցի այնքան բան չի արել իմ կարծիքով Ադրբեջանի համար, որքան արել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ արձանը հաստատ Փաշինյանի կլինի Բաքվում։ Դու ասում ես, որ ես հետևել ես նաև այդ ադրբեջանցիներին Հայաստանում, հա, այդ ինչ պատմություն է մի քիչ մանրամասն։ Ուրեմն ադրբեջանցիները Հիմա ասվում է իբր ռուսական համարներով, իբր Ռուսաստանի քաղաքացի են, բայց դա ամենևին կապ չունի, այո, բայց դա ամենևին կապ չունի, որևէ հայ նույնիսկ եթե Ռուսաստանի քաղաքացի է, չի կարող այսպես հանգիստ մտնել Ադրբեջան, գնալ Բաքու, նկարել, հայտարարել, որ Բաքուն մենք ենք սարքել, նավթարդյունաբերությունը ամբողջովին գտնվել է հայերի ձեռը, Ադրբեջան ընդհանրապես գոյություն չի ունեցել, հետո շրջի գնա Սումգայիթ եւ այլն, ու հետո հանգիստ այսպես գա ու Ադրբեջանից դուրս գա, նման բան պարզապես հնարավոր չի։ Հնարավոր չի, եթե նույնիսկ տեղի էլ ունենա, ապա Ալիևը միանգամից քրեական հետախուզում կհայտարարի։ Իսկ Հայաստանում տեղի ունեցել հետևյալը, ադրբեջանցիները վերջերս, հենց խոսենք վերջին դեպքերի մասին, երկու ադրբեջանցի շրջում էին իրենց համար հանգիստ Հայաստանի Հանրապետության հրապարակով, Երևանի մայրաքաղաքով, նկարում էին, վիդեո էին նկարում, հայտարարում էին, որ սա Երևանն է, սա ամբողջ արևմտյան Ադրբեջանն է, ներկայացնում էին որպես պատմական Ադրբեջան, այսինքն հերքում էին Հայաստանի Հանրապետության թե պատմական, թե ներկայիս գոյությունը առհասարակ, հետո հանգիստ գնացին Գյումրի, շրջեցին Գյումրիով եւ այլն, Ամասիայում էլ ավելի զավեշտ ունեցավ, Ամասիայի մոտիկացան ոստիկաններին, հանգիստ հետները զրուցեցին ոստիկանների հետ, հետո նստեցին մեքենան եւ հեռացան։ Հիմա մենք որ խոսում ենք, չենք կարող երաշխավորված լինել, որ այս պահին մեկ այլ ադրբեջանցիներ չեն շրջում Երևանի փողոցներով եւ չեն անում նույն տեսագրությունները, չեն անում նույն հայտարարությունները, ինչը խոսում է, որ նախ
Հայաստանի անվտանգային համակարգը ամբողջովին ոչնչացված է։ Պարզապես գոյություն չունի անվտանգային համակարգ, որովհետև իրավապահ մարմինների ուշադրությունը սևեռված է ընդդիմադիրների վրա գործ սարքելով, իրավական համակարգ չկա, խոսում է նաև հանցագործությունների աճը։ Այո, երկրորդը, որ ադրբեջանցիները հիշում եք 44-օրյա պատերազմից հետո ինչ հայտարարեց Ալիևը, որ մենք Արցախը վերցրեցինք տանկերով, Հայաստան կգնանք մեքենաներով եւ ահա ադրբեջանցիները Հայաստան են գալիս մեքենաներով։ Սա մի քիչ ավելի խորքային իմաստ ունեցող թեմա է եւ սրա մասին անշուշտ պետք է շատ երկար ու իսկապես լուրջ քննարկումներ անել, որովհետեւ մի կողմից այո Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ եթե մարդը Ռուսաստանի քաղաքացի է Հայաստանի իշխանությունները ինչ պետք է անեն ստուգեն այդ մարդը ով լինել է Հայաստան թողնելուց առաջ թե մենք պետք է նմանվենք Ադրբեջանին, հա, այսինքն համեմատությունը Ադրբեջանի հետ իմ կարծիքով մի քիչ այնքան էլ տեղին չէ, այլ հարց է, որ դա նույնը չի կատարվում Ադրբեջանում, այսինքն եթե դու էլ չես կարողանում Հայաստանի քաղաքացիներ չի կարողանում գնալ Ադրբեջան, դա արդեն ոչ թե պարզ զբոսաշրջություն է, այլ լրիվ ուրիշ պատկեր է ստանում։ Նախ ինչը նշանակում է, որ իրական խաղաղության գործընթաց գոյություն չունի, որովհետև ինչպես դու ասացիր, մենք էլ կարող ենք գնալ Բաքու, չէ՞։ Երկրորդը այդ այցերը ոչ թե զբոսաշրջային են, այլ ունեն օկուպացիոն բնույթ, որովհետև նրանք զբոսաշրջիկներ չեն, նրանք ժխտում են։ Մենք արդեն շատ երկար ենք խոսում, Կարեն ջան, բայց մի թեմա կա, որ ես կուզենայի քեզ հետ շատ կարճ այդ թեմայի շուրջ խոսել, մի բան, որը ինձ նույնիսկ չի զայրացրել, այլ զարմացրել է, խոսքը Հայաստանի ազգային ժողովի խոսնակի հարցազրույցներ, Դոշտ ռուսական լիբերալ հեռուստաընկերությանը, վտարանդի հեռուստաընկերությանը, դրանք աշխատում են Եվրոպայում, արգելված են Ռուսաստանում եւ այդ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ տարբեր հայտարարություններ է արել, բայց իմ ուշադրությունը գրավեց մի հայտարարություն այն մասին, որ Հայաստանում կան մանկապիղծ բարձրաստիճան հոգևորականներ։ Եվ այդ հայտարարությանը ասեց 5-6 հոգի, անուններ չտվեց, եւ այդ հայտարարությանը ոչինչ չհետևեց։ Ոչ մենք գիտենք ովքեր են այդ հոգևորականները, որ մանկապիղծ են, այսինքն դա ոչ թե ինչ-որ լրագրող է ասում, ինչ-որ շարքային քաղաքացի է ասում, այլ Հայաստանի խորհրդարանական Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։ Եվ ինչ եթե չկան, եթե Ալեն Սիմոնյանը չի հնչեցնում այդ հոգևորականների անունները, եթե չկան բացված քրեական գործեր, այսպես կոչված իբր մանկապիղծ հոգևորականների դեմ, ուրեմն պետք է քրեական գործ բացել Ալեն Սիմոնյանի դեմ, որովհետև ընդ որում նա այդ հայտարարությունն արել է ոչ Հայաստանում։ Նա այդ հայտարարությունն արել է օտար երկրյա լրատվամիջոցում, այո։ Ես ապշում եմ, որ որևէ զարգացում այս պատմությունը չի ստացել։ Այս դեպքում առաջանում է երկու հարց։ Կամ դատարանի մեղադրյալի աթոռին պետք է լինի այդ հոգևորականը, կամ Ալեն Սիմոնյանը, այլ երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի, կամ մեկը պետք է դատվի մանկապղծության համար, կամ մյուսը պետք է դատվի զրպարտության համար։ Այսպես մենք նմանվում ենք մի պետության, մի հասարակության, որտեղ երկրի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է մանկապիղծների մասին եւ հասարակությունը հանգիստ դա ընդունում է եւ որևէ զարգացում այս պատմությունը չի ունենում։ Այսինքն ինչքան հեռուն կարող է գնալ իշխանությունը իրենց իշխանությունը պահելու համար։ Անսահման այս իշխանությունը իրոք չափազանցություն չէ, չունի որևէ կարմիր գիծ, չունի որևէ արժեհամակարգ, չունի որևէ սահման, չունի որևէ գաղափար, պատկերացում, որևէ, ինչ ասեմ, մարդկային, նույնիսկ մարդկային արգելակներ, ասենց ասած մարդկային տորմուզներ չունի, որպեսզի հասկանա, որ ահա այս սահմանը չի կարելի անցնել արդեն։ Հայաստանի բնակչությունն է այն տորմուզը, որ կանգնեցնելու այս իշխանությունը հունիսի 7-ին։ Այո, ընտրությունների ժամանակ անպայման այդ տորմուզը կլինի հայ հասարակություն։ Մենք Կարեն, որ մենք այս հաղորդումը առաջինը նկարահանել ենք փորձնական եւ մենք համոզված չենք, որ այն դիտելուց հետո կորոշենք եթեր թողնել։ Մեծ բարի եթեր։ Բարի եթեր։
Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։